Ավետարանում մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք։ Այս խոսքը բազմիմաստ է, տարբեր տեսանկյունից կարող ենք հասկանալ։ Անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք, այսինքն փող ունես ավել, բարեկամություն ստեղծիր, ինչպես աղքատներին, կարիքավորներին օգնիր։ Դու չես իմանում, եթե ոչ ես երկրի վրա, ապա երկնքում այդ քո ստեղծած բարեկամները, այդ աղքատները, այդ կարիքավորները քեզ օգնելու են։ Մեկնում է աղքատը, վերցնում է Աստված։ Դու ջուրդ գցի, հացդ գցի ջուրը, ձուկը կուտի, Աստված կփառա, որ կվերադառնա քեզ։ Անիրավ մամոնայից բարեկամներ ստեղծեք։ Բացի այդ, անիրավ մամոնայից երկիրը շրջանացրեք, բարիք գործեք, եկեղեցի կառուցեք, տուն կառուցեք, գործարան կառուցեք։ Մի թողեք, որ ձեր արծաթը ու ոսկին ժանգոտի փչանա։ Բայց նաև անիրավ մամոնայից բարեկամներ ստեղծեք։ Երրորդ իմաստը ո՞րն է։ Երբ որ դու նյութը ծառայեցնում ես քեզ եւ ոչ թե դու ես նյութին ծառայեցնում։ Գիտես, մարդ կա, որ իր ունեցվածքը չի ծառայեցնում իրեն, ի բարին, այլ ինքն է ծառայում նյութին։ Հիմա փորձեմ օրինակ բերել, որ դուք հասկանաք։ Օրինակ, մարդու կարիքները ինչքան են։ Ուտել, հագնել, խմել, մնացած կարիքները, չէ՞։ Եվ շատ չափավոր են մարդու կարիքները։ Մարդ կա, որ շատ հնարավորություններ չունի, շատ ունեցվածք չունի, եւ շատ դժվար է իրեն այդ կարիքները հոգալ, հա։ Գումար չի, որ օրինակ նորմալ սնվի, այդ պատճառով հիվանդանում է, տկարանում է, հա։ Եվ այդպես գումարի պակասից կյանքի անհարմարավետությունների մեջ ենք, չէ՞։ Առողջությունն է կորցնում եւ բազմաթիվ ուրիշ խնդիրներ ունի։ Մեկ ուրիշ ծայրահեղություն էլ կար, մարդը որ այնքան գումար ունի, որ կրկին իր համար հոգսեր է ստեղծում։ Այսինքն մի տուն իր բավարար չի, ինքը դղյակներ է ստեղծում, հիմա էլ մտածում է, թե դղյակները ոնց պահի։ Կամ մի մեքենան բավարար չի, հիմա 10 հատ մեքենա է առնում, հիմա չգիտի այդ մեքենաներին ինչ անի։ Կամ այնքան հարստություն, որ ամբողջ իր հոգսը լինում է այդ հարստությունը պահել, տիրություն անել, չի հասցնում։ Հիմա երկու ծայրահեղություններն վատ են։ Սողոմոնի իմաստուն ինչ ասում, Տեր Աստված ինձ ծայր աղքատություն մի տուր, որպեսզի գողություն անեմ, քո անունով սուտ երդվեմ։ Ասում է, եւ ծայրագույն հարստություն էլ մի տուր, որ քեզ չմոռանա։ Այսինքն երկու ծայրահեղություններն էլ վատ են։ Եթե հարստությունը քեզ ծառայում է եւ դու հարստությանը չես ծառայում, եթե մամոնան քեզ ծառայում է եւ դու մամոնային չես ծառայում, հա, ուրեմն այդ մամոնան քո բարեկամն է։ Այս է չափանիշը, սկզբունքը։ Մամոնան քո բարեկամն է, քեզ ամենուրեք օգնում է, դու իմաստուն ձևով մամոնային քեզ օգնական ես դարձրել։ Դու չես ծառայում, այլ մամոնան ծառայում է եւ քեզ եւ քո շրջապատի մարդկանց։ Այսինքն գումարը, փողը ծառայեցնում ես ի բարին։ Դու լիացած ես, հարստացած ես Աստծով եւ Աստծո տված բարիքը ծառայեցնում ես հանուն մարդկության բարօրության։ Իսկ եթե դու Աստծով լիացած չես, հագացած չես, լիք չէ քո հոգին, այդ մամոնան քո բարեկամն չէ, քո թշնամին է, որտեղ դու սկսում ես մամոնային ծառայել, որտեղ Աստծուն չես ծառայում։ Եվ այդպես դա դառնում է քո կորստյան պատճառը, ինչպես Պողոս Արաքյանն ասում, բոլոր չարիքների արմատ արծաթասիրություն է, մամոնան։ Մամոն դառնում է չարիք է, ոչ թե բարեկամ։ Ուրեմն իմաստուն մարդը կարողանում է մամոնայից իր համար բարեկամներ ստեղծել եւ ինքը իր
եւ մարդկության բարիքին ծառայեցնել մամոնան եւ ամենամեծ բարեկամն է իր դառնում, ինչպես Աբրահամը, Հոբը, նրանք մեծահարուստն էին, Դավիթ թագավորը, առատաձեռն է, Դավիթին մինչև հիմա հիշում էին, մինչև Քրիստոսի ժամանակների հիշում էին, Քրիստոսին կոչում էին Դավթի որդի։ Տեսնես ինչու են Քրիստոսին Դավթի որդի կոչում, որտեղ Դավիթը բարի թագավոր էր, ողորմած էր։ Եթե մենք թագավորած գրքերը նայենք, կտեսնենք, թե ինչ առատաձեռն էր Դավիթը, անընդհատ ինքը օգնում էր մարդկանց, ողորմություն էր անում, անընդհատ աղքատասեր էր։ Այսինքն հիշվում է այդ բարի մարդը հիշում է, բարի գործն է միշտ անմահ, չի ասում է։ Տեսեք, բարի գործը անմահ է, հիշում են սերունդները, դար են հիշում, ոչ միայն երկրի վրա, այլ երկնքում է անմահ մնում։ Ողորմածություն ասում է բարձրագլուխ բարձենում է դատաստանի առջև, ողորմությունը փրկում է, ողորմածին Աստված ողորմում է, անողորմին չի ողորմում։ Տեսեք, որ մամոնան իրականում Աստծո դատաստանի համար էլ մեզ բարեկամ դարձավ։ Ողորմածություն արեցինք, Աստծուց ողորմություն գտանք։ Եթե բարեկամ չի այսօր քեզ թշնամի է, վաղն էլ է թշնամի լինելու մամոնան, անողորմին անողորմ դատաստան է լինելու։ Ուրեմն իմաստուն ձևով պետք է այդ մամոնան օգտագործենք, ամեն ուրեք պետք է մենք լիացած լինենք Աստծուց, գիտեք, շատ պարզ է հասարակը, բարդ բան չկա։ Երբ որ մարդը Աստծով լցված է, հագեցած է, իր ձեռքին եկած գումար ինքը բաշխում է աղքատներին, կարիքավորներին, կամ բարինագործում, կամ փշենացնում է երկիրը, իր համար պետք չի դա։ Ուտելիքը, հագնելիքը, ամեն ինչ կա։ Պետք չի իրան։ Բայց երբ որ մարդը հիվանդություն է դա, երբ որ մարդը այդ ագահություն դա հիվանդություն է, հագեցած չի Աստծով, այլ անդադ ուսում։ Բոլոր չարիքների արմատ արծաթասիրություն, ինչպես Պողոս առաքյալն ասում։ Ուրեմն մամոնան թող մեզ բարեկամ լինի եւ ոչ թե թշնամի։ Ամեն